Կապանում հոկտեմբերի 1-ից գործում է տպարան, որտեղ աշխատում են նախկին դատապարտյալներ կամ պրոբացիայի ծառայությունում ներկայումս հաշվառված անձինք։ Դրա սոցիալականացման ծրագիրը նպատակ ունի կյանքի որոշակի փուլերում ինչ-ինչ պատճառներով դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց ապահովել աշխատանքով։ Մեր նպատակն է Սյունիքի մարզում ստեղծել նոր 7 աշխատատեղեր, որոնք արդեն իսկ ունենք, որ նախատեսված կլինի հենց նախկին դատապարտյալների կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց, ընդ որում ոչ միայն Կապան համայնքից, այլ նաև Գորիս, Մեղրի, Սիսիան եւ Քաջարան համայնքներից ունենք, ովքեր որ աշխատակիցները հենց տեղում աշխատում են, ստանում են պատվերները եւ ուղարկում են տպագրատուն տպագրության։ Մետաքսե հնչյուն տպագրատունը ապահովում է այնպիսի տպագրություն, որը որ կտպավորի մարդկանց եւ կտպավորի ոչ միայն իր գույներով, իր դիզայնով, իր որակով, այլ նաև այն հիշողություններով ու էմոցիաներով, որը որ հաճախորդը կստանա, երբ որ կտեսնի իր ձեռքում արդեն իր արտադրանքը, որովհետեւ մենք կարողանում ենք 100%-ով ստանալ այն ամեն ինչը թղթի վրա, ինչը որ կա մարդկանց մտքում։ Նախաձեռնության հեղինակների խոսքով Մետաքսե հնչյունում լազերային տպագրության միջոցով հնարավոր կլինի սովորականից մինչև բարձր որակով գրքերի տպագրություն իրականացնել։ 7 շահառուները վերամասնագիտացել են համակարգչային եւ դիզայն գրաֆիկական ծրագրերով, աշխատելու հմտություններ ձեռք բերել։ Սոցիալականացման օրինակ է նաև հասարակության կարծիքի վարքի փոփոխություն, որ նախկին դատապարտյալներ սխալվել է, բայց կարող է աշխատել, նույն հասարակության անդամ է, նաև սոցիալական ձեռներեցությունը ուղղված է դրան։ Այս ինչ որ Կապանում ինքը նորություն է, ինձ թվում է մարզում էլ կային տպագրատներ, չեմ ուզում մեր դաշտում կայացած գործընկերներին ասել, բայց մեր սարքերը հնարավորություն են տալիս ավելի մատչելի տպել, ավելի որակով տպել եւ մենք հույս ունենք, որ կկարողանանք մյուս գործընկերների հետ կայանալ դաշտում։ Տպարանը հիմնվել է գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում, որի համար Եվրոպական միությունը հատկացրել է 12 միլիոն դրամ։ Սա հանուն ազատության իրավական ՀԿ-ի եւ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջև համագործակցության լավ օրինակ է, որը մարդկանց վերասոցիալականացվելու հնարավորություն է տալիս։ Որպես ԵՄ ներկայացուցիչ կասեմ, որ մեզ համար յուրաքանչյուր հայաստանցու բարօրությունը կարևոր է։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են Սյունիքի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանը։ Տպարանի հարակից տարածքում վաճառվեցին նաև գրքեր, գնորդները ցանկության դեպքում կարող էին դրանք նվիրել Գորիսի քրեակատարողական հիմնարկին, որտեղ օրերս նախատեսվում է նոր գրադարան բացել։